առիթից օգտվելով հարց եմ ուղղում ներքին գործերի նախարար Տիկին Արփինե Սարգսյանին։ Տիկին նախարար, ես այստեղ հարցրել եմ ձեզ երկխաղացիների այլ երկրի վարորդական իրավունքներով երթևեկության եւ տուգանքների, նրանց տուգանումների մասին։ Դուք այստեղ խոստացել եք, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգաք եւ այդ հարցը կլուծվի։ Իհարկե այդ հարցի շրջանակներում են նաեւ մեկեցված ապակիներով երթևեկելու խնդիրները օտար քաղաքացիների։ Ես նաեւ առաջարկներ եմ ներկայացրել ձեզ խնդիրների լուծման առումով։ Խնդրում եմ ասեք, ինչ ընթացքում է հարցի լուծումը։ Արդեն կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, համեցեք։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Թորոսյան, ես ասեմ, որ ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն արդեն ավարտական փուլում է եւ առաջիկա կարծում եմ շաբաթների ընթացքում արդեն կուղարկենք ազգային ժողով։ Ասեմ նաև, որ ժամանակահատվածային առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել, հաշվի առնելով նաև ձեր առաջարկը, եթե նախկինում նշում էի, որ 1 ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը որ տրվում է քաղաքացուն եւ նա Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա նախնական տրամաբանության մեջ դարձրել են 3 ամիս, հաշվի առնելով հաճախականությունը, մուտքերի եւ ելքերի Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ դա ավելի բալանսավորված լուծում որպես այդպեսին կարող է իրենից ներկայացնել եւ արդեն ազգային ժողով ներկայացնելու պայմաններում մնացյալը կլինի ձեր եւ ազգային ժողովի մյուս գործընկերների տիրույթում։ Իսկ ինչ վերաբերում է մքեցված ապակիներին, պարոն Թորոսյան, այստեղ քննարկելու դաշտ դեռևս ունենք, որովհետև եթե վարորդական վկայականների մասով խնդիրը շատ ավելի տրամաբանական լուծում կարող է որպես այդպեսին ստանալ, ապակիների լուսաթափանցելիության չափի մասով մի փոքր ավելի բարդ է եւ մենք պիտի հասկանանք, որ դա վերաբերում է ճանապարհային երթևեկության նաեւ մնացյալ կանոններին։ Այստեղ քննարկման դաշտ դեռևս ունենք եւ պատրաստական ենք նաեւ ձեր առաջարկների կոնտեքստում հարցը դիտարկել եւ ըստ հնարավորության հասկանալ լուծումները։ Բայց վարորդական վկայականների մասով միանշանակ է մեր մոտեցումը, որ թույլատրելիություն ունենալու ենք ժամանակահատվածային առումով արդեն իսկ նշեցի 1 ամսվա փոխարեն 3 ամսվա կտրվածքով։ Ունեք արձագանք, համեցեք։ Տիկին նախարար, շատ շնորհակալություն իհարկե ավելին անելու, քան մենք ակնկալում էինք։ Ուղղակի ես ձեզ ինչ եմ խնդրում, հնարավորինս արագ ուղարկեք ազգային ժողով մինչև արձագուրդները մեր, որովհետեւ մենք կարողանանք խնդրի լուծումը տալ, որովհետեւ գիտեք, այսօր օրենքը կիրառվում է եւ մարդիկ տուգանվում են եւ դա բավականին մեծ դժգոհություն է առաջացնում հատկապես մեր ջավախցի հայրենակիցների մոտ։ Մկեցված ապակիների հետ կապված, ես ձեզ ասեմ, խոսքը նախ եւ առաջ վերաբերվում է միայն օտարերկրյա քաղաքացիներին։ Պատկերացրեք, գալիս է հարևան երկրից իր երկրում մկեցված ապակին խնդիր չունի, իր մեքենայով տուրիստ է գալիս, այստեղ խնդիր ունի։ Որպեսզի մենք կարողանանք զարգացնել туриզմը, մենք պիտի իրան ասենք, որ 2 շաբաթ կամ 10 օր կամ 15 օր կամ 1 ամիս, չգիտեմ, դա արդեն ըստ էության կորոշեք, պետք է որ իրավունք ստանա այդ վիճակով գտնվել Հայաստանում, ժամկետ կոնկրետ։ Շնորհակալ եմ։ Պարոն Թորոսյան, իհարկե նշեցի, որ քննարկման դաշտ ունենք, կքննարկենք, բայց իմ դիրքորոշումը համանման հարցերի հետ կապված հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի օրենսդրական դաշտ, օրենսդրական կանոններ եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած անձ պիտի ենթարկվի այդ կանոններին այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները։ Բնականաբար կա որոշակի միջամտությունների թույլատրելիության ռեժիմ, որը որ կարող ենք ունենալ, բայց պիտի հարց դիտարկենք հենց այս սկզբունքային մոտեցման համատեքստում։ Եթե լինի հնարավորություն նմանատիպ կարգավորման նախատեսման, միանշանակ վստահ եղեք, որ սկզբունքը չխախտելով կկարողանանք այդ կարգավորումը բերել, իսկ ինչ վերաբերում է ժամանակահատվածին, ես մեր կողմից ավելի կինտենսիվացնեմ աշխատանքները, գլխադասային հանձնաժողովի հետ նաև հնդածած քննարկումներ եւս ունեցել ենք այս նախաձեռնության շուրջ, կարծում եմ պիտի որ կարճ ժամկետում կարողանանք ընդունել։ Շնորհակալություն։